Փառք ես Տեր։ Ինչ քաղցր է Աստծո ներկայությունը սիրելիս։ Ինչ քաղցր է մեր Աստծո ներկայությունը, ամեն։ Ողջ փառքը լինի Տիրոջը։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Այնքան քաղցր, առատ ու զորավոր Աստծո ներկայություն կա, որ քիչ ամնում ամեն ինչ թողեմ մենակ երկրպագեմ Աստծուն, որտեղ մեր Աստված արժանի է ամեն երկրպագությանը, ամեն։ Փառք Հիսուսին։ Կարաս կողքինիդ ասես Աստված արժանա ողջ փառքին։ Ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, սիրելի համացանցով դիտողներ ջան, Աստված արժանա ողջ փառքին, ողջ փառքը տվեք Տիրոջը։ Հալելույա, շնորհակալություն փառաբանության թիմ ջան։ Աստված արժանա ողջ փառքին։ Հալելույա, ինչ զորավոր Աստծո ներկայություն կա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ում են այսօր զորով բերե։ Հա զորով մենակ քեզ եղբայր, դու կրկնակի օրնված ես, Աստված հետդ լուրջ գործ ունի անելու։ Փառք Հիսուսին։ Գիտես, մեր եղբայրը եւ քույրը, մեր քույրիկը ինձ Instagram-ով գրել էր, ես չէի նկատի, հետո տեսա, որ գրել է ծառայության հասցեն ու հիմնականում ասեմ, մոտավորապես դենց SMS-ներ շատ եմ ստանում, բայց որ հենց նույն օրը գրեն ու գային եկեղեցի, դենց բան շատ քիչ է լինում ու այսօր իրանք հաղթողներն են ու կրկնակի օրնվածներ, հայ եկեք Աստծուն փառքանք իրանց համար ու այն մարդիկ, ովքեր որ այսօր առաջի անգամ են այստեղ, ուզում եմ ձեզ ողջունեմ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ասեմ դու ճիշտ որոշում ես կայացրել, որ այսօր եկել ես Քրիստոսի հարս եկեղեցի։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սիրելիս, այսօր պատիվ ունեմ ծառայելու քեզ խոսքով, մի հետաքրքիր խոսք է ու այսօր որոշեցի խոսքի վերնագիրը հենց առանց որևիցե մի բանի, որ առանց տեղակ պահելու մեր մեդիա ծառայողներին, թե ինչի մասին է խոսքը, թե ինչ եմ ուզում ասեմ, միանգամից խոսքի վերնագիրը ուղարկեցի մեր մեդիա գրուպը, խոսքի վերնագիրն է քեզ մի գովա։ Ու հենց որ այդ ուղարկեցի գրուպը ու հետաքրքիր էր, ասել տենամ առաջինը ով է պատասխանում, ում որ մտածում է առաջին ինքն է պատասխանեց։ Գիտեք ինչ գրեց։ Խի հովիվ ջան։ Ու գիտեք շատ հետաքրքիր հենց պատասխան էր, ու այստեղ հարց. Խի եղբայր ուզում ես քեզ գովաս կամ սիրելի քույրիկս ուզում ես քեզ գովաս։ Գիտես, տեսել ես մարդկանց, ովքեր որ ուզում են իրանց գովան։ Տեսել ես մարդիկ, ովքեր որ ինչ ուզում անեն, մեկ անենց են անում, որ իրանց գովան։ Հա, վերնագիրը կա ստեղ, քեզ մի գովա։ Գիտես, շատ մարդկանց հետ եմ շփվում ծառայության բերումով, աշխատանքի բերումով, կամ անձնական, կամ բարեկամներիս, կամ շատ մարդկանց հետ եմ շփվում ու գիտես, պարտադիր պետքա մեջներից, ասենք իրանց մեջ, թե եկեղեցում, թե եկեղեցուց, մեկը պետք է եղնի, որ մարդը ինքը սիրում է իրան գովա, էլի։ Այն որ չի համբերում, որ Աստծո խոսքը կատարվի իր կյանքում, այն որ ասում է Աստված ոնց որ ուշացել է մի քիչ ինձ գովալուց, հələ կայնի ես մի քիչ նախաբանը սկսեմ, որ գիրքը բացում ես, ընդ ներածություն կա, չէ՞, մի քիչ ներկայացնում է գիրքը ինչի մասին, հա, ու հետո նոր սկսում ես արդեն գիրքը կարդալ։ Գիտես, երբ որ մարդը արդեն ինքը սկսում է իրան գովալ, ինքը սկսում է իրան ներկայացնել, նմանվում է այդ նախաբանին։ Հենց որ նախաբանը կարդում ես, էլ գիրքը քեզի հետաքրքիր չի։ Ուշադիր ես ինչ եմ ասում։ Երբ որ մարդը սկսում է ինքը իրան գովալ, ինքը նմանվում է այն նախաբանին, հենց որ կարդում ես, գիրքը քեզ էլ հետաքրքիր չի։ Բայց երբ որ Տերն է քեզի գովում, կամ երբ որ ուրիշ մեկն է քեզի գովում, ասում է լսի, այս ինչ մարդը, չգիտեմ, մի հատ գիրք էր գրել, լսի, ես խորհուրդ կտամ այս գիրքը կարդաս, որ կարդաս կհասկանաս, թե այս գիրքը ինչ կարևոր բանի մասին է խոսում, ինչ լուրջ, ինչ խորը բանի մասին է խոսում, ու գիտեք հետաքրքիրը որն է, երբ որ մարդը, մանավանդ այն մարդիկ, ում որ դու ճանաչում ես, ում որ վստահում ես, ու սկսում են այդ գրքին կամ գրքի հեղինակին գովելը, դու արդեն ուզում ես կարդաս։ Դենցա թե չէ, դու արդեն ուզում ես կարդաս։ Գիտես եղբայրներին, քույր ու եղբայրներին, ովքեր որ լավ կոֆե են դնում, սուրճ։ Եթե գիտես ձեր բարձացը, որ ասես, այս եղբայրը կամ այս քույրը ինքը շատ լավ սուրճ է դնում։ Մենք եղբայր ունենք, որ հանկարծ հավաքվում ենք, մենք գիտենք ում ենք դիմում կոֆե դնելու, սուրճ դնելու, որտեղ ինքը լավ է դնում։
Ինքը շատ լավ համով կոֆե է դնում, ոնց ուզում է դնի, իր մոտ լավ է ստացվում։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է, ինքը երբեք չի ասե ես լավ կոֆե եմ դնում։ Ես լավ կոֆե եմ սարքում։ Մենք գիտենք, որ այդ եղբոր մոտ չգիտեմ ոնց, բայց իր դրած կոֆեն շատ համով է։ Ու ինչ կան ասես օրվա մեջ կարանք խմենք։ Իհարկե շատ կոֆե մի խմեք, դա լավ չի։ Բայց խնդիրը գիտեք ինչի մեջ է։ Երբ որ մարդը փորձում է ինքը իրան գովալ, մարդը քո համար դառնում է անհետաքրքիր։ Ինչքան էլ դժվար ուզում է եղնի, ինչքան էլ անընդունելի եղնի, մարդը երբ որ սկսում է ինքը իրան գովալ, երբ որ մարդը սկսում է ինքը իրեն գովալ, անկախ քեզանից ասենց ժպիտը գալիս է դեմքիդ ու չես հասկանում, այս մարդու ասածը լուրջ ընդունես, թե մի քիչ հումոր անես կամ ծիծաղես։ Մանավանդ հիմնականում դենց բան հիշում եմ, երբ որ ժամանակին մենք ուրիշ տեղ էինք ապրում, այս քաղաքում չէինք ու կնոջս տարել եմ մի մատնահարդարի մոտ ու գիտեք, չէ, հիմնականում մեր հայերի մոտ է, մեր ազգի մեջ է տված, մարդ հայը սիրում է ինքն իրան գովալ, էլի։ Արեք մենք մեր այդ անկեղծերն ենք, հա ժողովուրդ ջան։ Տնավարի խոսում եմ։ Մեր հայերը սիրում ենք գլուխ գովալ։ Մեկ մի հատ վատ բան կա, ամենաշատ բամբասանքի մեջ ենք։ Այս երկրորդ մասը հանեք, էդի մեզի պետք չի։ Բայց չգիտես ինչի, իրականում ուրեմն մի հատ քույրիկ խոսում է, ուզում է ներկայացնի, թե ինքը ինչ լավ ման է սարքում, մատնահարդար է սարքում ու գիտեք մանիկյուր է սարքում, մադ է սարքում, լավ։ Եղունգ, հա, շնորհակալություն։ Ինչ լավ եղունգ է սարքում ու երբ որ ինքը սկսում է իր եղունգ սարքել, իր աշխատանքը գովաբանել, գիտեք հետո շարունակությունը ինչ է եղնում։ Սկսում է այն կողինի սարկածին գցելը։ Գիտես ոնց, չգիտեմ, ես ինչքան ես ասես ես լուսոյին ասում եմ, այ լուսո այդքան շատ մի տաշի։ Ու դու հասկանում ես, որ լուսոն շատ է տաշում։ Ու արդեն վախենում ես գնաս լուսոյի մոտ, որտեղ լուսոն շատ է տաշում։ Հասկանում ես, բայց ինքը իրան է գովում, որբիզի դու լուսոյի մոտ չգնաս, այն միտքը, որ ինքը արդեն տվել է, որ լուսոն շատ է տաշում։ Ու շատ իրես լուսոյի հաշվին, չգիտեմ Լուսինե ջան, Տերը քեզ օրհնի, քո հետ կապված բան չունեմ ասելու, չեմ ճանաչում քեզ, բայց լուսոյի հաշվին ինքն իրան ռեկլամ է անում, կներեք ես բարիս համար, ինքն իրան գովազդանում, ինքը իրեն սկսում է գովել է։ Բայց գիտես Աստվածաշունչը ինչ է ասում։ Առակաց 27:2 Սաղիս երևի քաջ հայտնի տեղ է։ Թող քեզ ուրիշը գովի եւ ոչ թե քո բերանը, օտարը եւ ոչ թե քո շրթունքները։ Ասում է լսի, եթե ուզում ես գովես, ասում է թող քեզի ուրիշ մարդ գովա։ Ոչ թե գագլեմ երկու բառը սա իմ մասին, հələ գովա թե ես ինչ լավ չգիտեմ կրասկա եմ անում կամ ես ինչ լավ գործանող եմ։ Ասում է թող քեզ ուրիշը գովա։ Ու հետո շեշտում է օտարը Օդար մարդ, որ ընկերը տե չի, հարազատը տե չի։ Հələ մի հատ ծնողներին հարցրեք իրանց երեխեքի մասին, թող պատմեն։ Վայ։ Մեր ծնողները մեր մասին մեզ այնքան կգովան, մենք այնքան լավն ենք, որ մենք մեզի սենց, չգիտեմ, դնում ենք Հուլոս Կեսարի տեղը։ Եսի մենք ով ենք, այս աստիճանի մեր ծնողները մեզի գովում են։ Դու ինչ-որ բան ստանում ես, բայց Աստծո խոսքը գիտես ինչ ասում։ Ասում է, լսի, թող քեզ օդարը գովա։ Թող քեզի ուրիշ մարդ գովա, օդարը գովա։ Ինչ որ մարդ, ով որ եկել է քո մոտ աշխատել է, ինչ որ մարդ եկել է քո հետ առնչություն ունեցե, որևիցե առնչություն ունեցե, քո արած գործից գոհ մնացե ու դու սա եկե քեզ գովում է, թող օդարը քեզ գովա։ Բայց խի մեր մոտ այդ ամեն ինչը չի ստացվում։ Մենք սկսում ենք մենք ինքներս մեզ գովել։ Ու գիտես, դա տարբեր բնակավարներում է դենց։ Տարբեր բնակավարներում, համ հոգևոր, համ մարդկային, համ աշխարհում, համ եկեղեցում, համ եկեղեցուց դուրս։ Եկեղեցու քույրու եղբայրները մի ուրիշ տեսակ են իրանց գովում։ Լսի չես պատկերացնում ինչ եղե։ Բա եկելա մի հատ քույրիկ կամ մի հատ եղբայր ինչ որ բան է պատմում։ Չես պատկերացնում ինչ եղե։ Գնացին, չգիտեմ, անուշ քրոջ համար աղոթելու։ Ու գիտես ինչ է ասում։ Պետքա պատմի թե Աստված ինչ հրաշք արե։ Ինքը ասում է, անուշ քրոջ համար գնացի աղոթելու։ Ուրեմն այսքան բան պետք է ասի։ Աղոթեցի Աստված հրաշք արեց բժշկվավ։ Ուրեմն այդքան տեղը սենց պաուզա է տալիս։ Ու շեշտում է։ Գայանը գնաց է աղոթել էր։ Չգիտեմ, այս մեկը գնաց է աղոթել էր, այս մեկը գնաց է աղոթել էր։ Հերթով մի 4 հոգու անուն տալիս, հա։
Ու գիտես ինչ ասում։ Ասում է, այդ քուրիկն էլ ինձ ասա, որ այս մարդն էլ իմ համար աղոթե, այս մարդն էլ իմ համար աղոթելա, չգիտեմ, բան չի եղել։ Հովիվ ջան, աղոթեցի, Աստծո ներկայություն իջավ ու բժշկվավ։ Ասում ես փառք Աստծուն, դու տե կապ չունես։ Ու գիտես խնդիրը ինչն է։ Ինք ուզում է իրան գովա, որ տես ես ավելի լավ աղոթող եմ, քան Գայանը, քան չգիտեմ Սիլվան կամ չգիտեմ եղբայրներից որևիցե մեկը։ Մարդ, ով որ գնացել է Տիրոջ գործն անում, ու շատ իրես գնացել է Տիրոջ գործն անում, ու Աստված հենց իրա վրա վերջակետ է դնում։ Այդ մարդու վրա։ Ասեցի, դու ինչ կրթություն ես ստացել, հայերեն թե ռուսերեն, ասավ ռուսերեն։ Ասի լավ, փառք Աստծո, դպրոցում լավ սովորել ես։ Հա, փառք Աստծո։ Ու գիտեք, ես այդ ամեն ինչ ասում եմ, հումորով եմ ասում, բայց ուզում եմ հիմա ուշադրություն դարձնես։ Շախկամը հիշում եք, որ պաբին եկավ քաշեց չէր եղնում, հետո տադին կանչեցին քաշելու, հետո թորնիկը եկավ քաշեց, հետո շունիկը քաշեց, հետո փիսոն, հետո մուգիգը, հենց մուգիգը եկավ, դուրս եկավ շախկամը, դենց էր, հա, պատկասում ես մուգը կանգներ գլուխ գովար, ասեր, մինչև չեկա, բան դուրս չեկավ ձեզնից, սելիս, սա իրականում շատ նման է, երբ որ մարդը գնում է համագործակից եղնում Տիրոջ գործի մեջ, երբ որ մարդ գնում է համագործակից եղնում Տիրոջ գործի մեջ, ու Աստված իրանով վերջացնում է, մեկով սկսում է, մյուսով վերջացնում է, սկսողն էլ է Տերը, վերջացնողն էլ է Տերը։ Ամեն։ Սկսողն էլ է Տերը, վերջացնողն էլ է Տերը։ Ես ուզում եմ քեզ մի վկայություն պատմեմ։ Մենք գնացինք մի եղբոր համար աղոթելու։ Անձամբ ես գնացի այդ մարդու համար աղոթել եմ։ Որ աղոթեցի ոչ մի, ասենք, շատ ավելի ծայրահեղ մարդկանց համար աղոթել եմ ու Աստված հրաշք արել, բայց այդ եղբոր համար աղոթեցի ոչ մի բան չփոխվավ։ Մեր մոտ եկան ուրիշ ծառայող, օծված եղբայրներ, իրանց այդ եղբայրներին է խնդրեցի, մենք այդ մարդու համար աղոթեցինք, ոչ մի բան չփոխվավ։ Սպասում էր եղբայրը, որ մեր ավակ հովիվը պետքա գար ու իր համար աղոթեր, մեր ավակ հովիվն էլ եկավ աղոթեց ու ոչ մի բան չփոխվավ։ Ու ես ասում եմ, Տեր, հետաքրքիր է, խի, ու գիտեք պատասխանը ինձ ցնցեց, որտեվ այդ մարդը քեզնից է սպասում, հովիվ գորից է սպասում, այս մարդուց է սպասում, այս մարդուց է սպասում, այդ մարդու սպասելիքը քեզանից է, երբ որ ինձանից սպասի, առանց որևիցե մեկի մոդենալու էլ ես իրան կբժշկեմ։ Հալելույա։ Գիտես սիրելիս, ես ուզում եմ, որ մենք հասկանանք կարևորությունը, թե մենք ով ենք, որտեղ ենք, ու մենք թողենք թող ուրիշը մեզ գովա։ Ու թող ուրիշը մեզ գովա։ Ես չեմ ասում ելեք սաղորը հիմա մեկը մյուսին գովացեք, չէ, ուրիշը, օտարը, շեշտում ասում է օտարը եւ ոչ թե քո շրթունքները։ Մի հին անհամեմատելու, այս ամեն ինչ այդ կապ չունեցող իմ հին մարդուց հին կյանքից բան պատմեմ, որ հավաքվում էինք ինչ-որ միտեղ հաց ուտելու, չգիտես ինչի, մեր եղբայր այդ ընկերների մեջ մի հատ Նաջարյանի ասածի պես մի հատ կենտանի շոֆեր չկար, բոլորը հարպած էին։ Ու գիտես, երբ որ ասում ենք, բա ոնց ենք տուն գնալու, Ես մեկը ասում է, ես խմած վաղտ ավելի լավ եմ քշում, հենա, թող ասի, վալո դաս ասում է, հա, դենց է, որ խմած է ինքը ավելի լավ է քշում։ Լսի, այդ մարդը արդեն դարել է քո շուրթերը։ Այդ մարդը արդեն քո փոխարեն քեզ գովում է։ Այդ մարդը պետք է չգովա։ Սելիս, միգուցե կարող է այսօր մտածես, հովիվ ջան, ես ինչ ես ասում, բայց այնքան մանրունգ բան է, այնքան մանր բան է, բայց Աստված հենց այդ մանրուկների վրա ուշադրություն է դարձնում։ Մենք այդ մանրուկների մեջ Քրիստոսին հավատարիմ ենք, թե չէ, թե առիթը բաց չենք թողում մեզ գովալու։ Մյուս տեղը տեսեք ինչ հետաքրքիր է ասում Աստվածաշունչը։ Կարդում է այսօր Սաղմոս 34:2 Թող իմ անձը Տերովը պարծենա։ Ասում է թող իմ անձը Տերովը պարծենա։ Գիտես,
Շատ տեղեր կա Աստվածաշունչը, որ կարտաս հստակ երևում է, որ Աստված հենց այդ մարդկանցով բարձրանում է, որից մեկը որ Հոբն էր, բայց տեղեր մարդիկ եկային, որոնց որ մենք ընդհանրեն ասենց մի թեթև անցնում ենք, մի թեթև կպնում ենք, հա, իրանք Հոբի հետ չենք համեմատում, բայց այդ մարդկանց նույնիսկ Տերը գովում է։ Այդ մարդկանց Տերը գովում է, սիրելիս։ Ամենակարևոր, ամենագագաթնային բանը, երբ որ Տերն է քեզի գովում, թող սաղ աշխարհը քո հետևից սուլի, թող սաղ աշխարհը քեզի, չգիտեմ ինչ ուզում ասի, ինչ կարծիք ունենա քո մասին, բայց Տերը քեզ գովի։ Բայց Տերը քեզի գովի։ Գիտես, մի տեղ կա, արեք իրար հետ նայենք այդ տեղը, այս տեղի մասին մենք անցած աղոթքի ծառայությանը խոսեցինք։ Իդեպ զորավոր ծառայություններ են մեր աղոթքի ծառայությունները, սիրելիս բաց մի թող։ Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևասկսվում է խոսքը։ Ոմանց էլ, բոլորին չէ, ոմանց, մարդկանց, որ իրենցուն վստահ էին, թե արտար են եւ ուրիշներին ոչինչ չէին համարում։ Ուշադիրես, ասում է ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, որ իրանք արտար են, որ իրանց մոտ ամեն ինչ լավ է, բայց ուրիշները իրանց համեմատ ոչինչ էին, էլի, ոչ մի բան էին։ Ասում է այս առակը պատմեց։ Երկու մարդ վեր ելան տաճարը աղոթք անելու։ Ուր վեր ելան, սիրելիս։ Երկու մարդ վեր ելան տաճարը աղոթք անելու։ Այսօր այստեղ չգիտեմ 90 կամ 100 մարդ կա, հա չեմ կարող ասեմ։ Վերելնել է եկել են տաճարում աղոթք անելու։ Այնտեղ երկուսներ, ստեղ 100-ը։ Ասում է եկել են տաճար աղոթք անելու։ Եվ հետաքրքիրը տեսեք ինչ է ասում։ Մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին։ Եվ փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում։ Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը, հապշտակող, անիրավ, շնացող, կամ էլ ինչպես էլ այս մաքսավորը։ Սերես ուզում եմ այստեղ ես ու դու կանգ առնենք ու մի հատ հասկանանք ինչա կատարվում։ Ասում է երկու հոգի եկել են եկեղեցի աղոթք անելու, ու ասում է մեկը փարիսեցին էր իր համար առանձին կանգնած, առանձնացած, ամեն ինչից կդրված, ոչ մեկի հետ գործ չուներ ինքը, որովհետև ռուսերեն ուրիշ ձև անցում, բայց հայերեն սենց բարձր թռիչքների թռչուն էր ինքը։ Ինքը իր մասին այդ կարծիքն ուներ։ Դրա համար ասում է մնացածին ոչինչ էր համարում։ Մնացած իր համեմատ ոչ մի բան էին, որտեղ ինքը բարձր թռիչքների թռչուն է։ Ու մնացած իր համար ոչ մի բան են։ Ու ասում է շուռ է գալիս ու Աստծուն, տեսեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ասում է Աստված ջան, ինչ լավ է։ Ու նայեք ինքը իրան հում հետ է համեմատում, ու ինքը ասում է ես ինչքան լավն եմ ումից, շնացողներից, գողացողներից, հապշտակողներից, անիրավ մարդկանցից, տես ասում է ես այդ մարդկանցից ինչքան լավն եմ։ Գիտես, բայց մի հատ համեմատվելու տեղը, որ ես ու դու պետք է ունենանք, դա Քրիստոսն է։ Միակ նմանվելու, որ ես ու դու պետք է ձգտենք, Տեր, ես ուզում եմ քեզ նմանվեմ, ոչ թե Տեր, ես ինչ լավ է, որ ես նրա պես չեմ։ Գիտեք ինչա տեղ ունենում, նրանց հաշվին ուզում է կայանա։ Նրանց հաշվին ուզում է կայանա, ու ինքը իրեն գովում է, ես ինչ լավն եմ ես։ Ու շարունակությունը հետաքրքիր է։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում։ Եվ իմ բոլոր ստացվածքիցը 10-րդ եմ տալիս։ Ասում եմ մաքսավորն էլ հերու կանգնած, իր աչքերն էլ չեր կամենում դեպի երկինքը բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Հալելույա։ Ասում է ով Աստված, տեսեք ինչ է ասում։ Մաքսավորը ասում է հերու կանգնած, իր հայացքն էլ չէր կարա, ասում է, չէր կարա երկինք նայեր, չէր կամենում դեպի երկինք, չէր ուզում դաժե երկինք նայեր, ու ասում էր, ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, թե սա արտարացած կիշնի իր տուն քանտենա, որով
Քան թե նա, որովհետև ամեն ինքն իրեն բարձրացնող կխոնարհվի եւ ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա։ Փառք Հիսուսին։ Գիտես այստեղ ինչ է տեղի ունենում։ Աստված գիտես ում է գովում։ Հələ արեք մի հատ իրար հետ նայենք, ինչ կարևոր բան է ասում, էս մեր եղբայրը, մաքսավոր եղբայրը, 10-րդի մեջ հավատարիմ է։ Ուշադիր ես, 10-րդի մեջ հավատարիմ է։ Ծոմ ապահության մեջ հավատարիմ է։ Դե բնականաբար աղոթքի, երևի ընթերցանության ամեն ինչ ունի, ինքը իրան համեմատում է, որ ինքը լավ մարդ է, բայց գիտես Աստված ում է գովում, ապաշխարող սիրտ ունեցողին։ Աստված գովում է ապաշխարող սիրտ ունեցողին։ Ինչքան էլ ուզում ես քեզի գովա, ինչքան էլ ուզում ես քեզ գովա, ինչքան էլ ուզում ես քո մասին մեծ կարծիք ունեցի, որ դու, չգիտեմ, երկու շաբթի օրվանից մինչև ուրբաթ ծոմ ես պահում, շաբաթ օրը գալիս ես ծառայության, չգիտեմ, կիրակի օրը գալիս ես ծառայության, ծոմից դուրս ես գալիս, հետո նորից միանգամից մտնում ես ծոմի մեջ, ինչքան ուզում ես քեզի գովա, բայց Աստված գովում է ապաշխարող սիրտ ունեցողին։ Գիտես ում էր Աստված գովում, Դավիթին։ Աստված Դավիթին էր գովում։ Աստված Դավիթին էր գովում։ Եթե համեմատության մեջ դնենք, ժողովուրդ, այն ինչը որ արել էր Դավիթը, ու այն ինչը որ արել էր Սավուղը, դրանք անհամեմատելու բաներ էին։ Ուշադիր ես, այն ինչը որ արել էր Դավիթը, ու այն ինչը որ արել էր Սավուղը, անհամեմատելու բաներ էին։ Բայց Աստված Դավիթին ա գովում։ Ասում է իմ սրտի համեմատ սիրտ ունի։ Դավիթը ապաշխարող սիրտ ունի։ Ուշադիր ես, Դավիթը ապաշխարող սիրտ ունի։ Ինչքան էլ ուզում ես քեզի գովա, ինչքան էլ ուզում ես քեզի բարձրացու, Աստծո խոսքը ասում է, նա ով որ իրան կբարձրացնի, ինքն իրեն գովացողը, սիրելիս։ Մարդ, որ ինքը իրան ուզում է բարձրացնի, իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Դենցա թե չէ։ Մարդը մտածում է, որ ինքը ավելի լավն է, ավելի իդեալական է, ինքը շատ ավելի լավը կարար աներ, քան թե մյուսը։ Դրա համար այդ մարդ ուզում է իրան բարձրացնի, ու ինքն իրան գովում է։ Իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Բայց Աստված ասում է, այ մարդ, թողեք ուրիշ էլի գովա։ Թողեք ուրիշ մարդ քեզի գովա։ Երկրորդ Կորինթացիս 10:17-ում տեսեք ինչ ասում, 17-18 խոսքերում։ Ով որ պարծենում է, թող Տիրովը պարծենա։ Ուշադիր ես, ով որ պարծենում է, թող Տիրովը պարծենա, Աստծովը պարծենա, որովհետև ոչ թե իրանձը հանձնարարողն է ընտիր, այլ նա, որ Տերն է հանձնարարում։ Գիտես, սա թարգմանության մեջ, այս հայկական թարգմանության մեջ սենց է, մեկ այլ թարգմանության մեջ, ռուսերեն թարգմանության մեջ գրում ասում է, նա, ոչ թե նա է ընտիր, ով որ ինքն իրեն գովում է, այլ նա, ում որ Տերն է գովում։ Ուշադիր ես, ոչ թե նա է ընտիր, ով որ ինքն իրեն է գովում, այլ նա, ում որ Տերն է գովում։ Սելիս Տերը քեզ գովացել է։ Հալելույա։ Տերը քեզ գովում է։ Ապրինես, որ Տերը քեզի գովա, ամեն։ Գիտես, իմ համար օրինակ է, երբ որ Աստված երկնքում, ուզում եմ քեզի ներկայացնեմ, ինչ շրջապատ, հա, ինչ ռուսերեն ուրիշ ձև է, կռուգի մեջ Աստված գովում է հոբին, երկնքում։ Սրբության սրբոցում գովում է հոբին ու հանգարց Սատանեն գալիս ասում է, լարի, այ ավազակ։ Տեսար իմ ծառա հոբին, չարից հեռացող, արտար, կատարյալ։ Հալելույա։ Ղուկաս ավետարան առաջի գլուխ 5-րդ խոսքից։ Այստեղ գիտես ում է գովում, Հովանես Մկրտիչի ծնողներին։ Ով գիտի Հովանես Մկրտիչի ծնողներին։ Հալելույա։ Գիտեք հետաքրքիր ինչն է։ Զաքարիայի ու Եղիսաբեթի մասին է խոսքը։ Հոբի անունը լավ հիշում ենք, բայց Զաքարիայի ու Եղիսաբեթի անունները կարանք չհիշենք։ Գիտես Զաքարիան Աստծո ծառա էր, ծառայում էր Աստծուն։
Հերովդեսի թագավորի Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում մի քահանա կար, անունը Զաքարիա։ Աբիայի դասակարգումից եւ նրա կինը Ահարոնի աղջիկներից էր եւ նրա անունը Եղիսապետ։ Երկուսն էլ Աստծո առաջին արտար էին։ Այս Աստծո խոսքն ասում, ես չեմ ասում։ Եվ Տիրոջ բոլոր պատվիրանքներում եւ իրավունքներում գնում էին անարատ։ Այս Աստված ագովում, սիրելիս։ Աստված ագովում։ Այս ինչ որ մեկը չի ասում, հա, լավ մարդ է Եղիսաբեդը, լավ կինար Եղիսաբեդը, լավ եղբայր է Զաքարյան, հա, չէ, Աստծո խոսքն ագովում, ու այստեղ ոչ մի սուտ բան չկա։ Մենակ մի հոգու համար չի ասում, Մենակ մի հոգու համար չի ասում, ասում է այն մարդու համար, ում համար, որ մենք վստակ ասենք, որ Զաքարյան ու իր տունը Տիրոջն են ծառայում, որտեղ շեշտում ասում է երկուսն էլ Աստծո առաջ անարատ էին ու գնում էին արտար էին ու գնում էին անարատ։ Գիտեք հետաքրքիր ինչն է։ Իրանց կյանքում հրաշք եղավ, խնդիր ունեին, չէր ստացվում։ Բայց ծնվեց Հովանես Մկրտիչը։ Ես որ նայում եմ, Աստվածաշունչը գովում է Զաքարիային ու Եղիսաբեդին, սիրելիս։ Ուրիշ մարդ չի գովում, Աստվածաշունչն է գովում, Աստծո խոսքն է գովում։ Սիրելիս, թող Աստված ինձ ու քեզ գովա։ Թող Տերը ինձ ու քեզ գովա։ Թող Աստծո խոսքը ինձ ու քեզ գովա։ Որ Աստվածաշունչը կարդում ես, գիտես ոնց կարդա։ Որ ամեն խոսքը քեզ վերաբերվի ու քո հետ խոսա։ Մեր եղբայրներից մեկը շատ հումորով եղբայր է։ Մի քանի օր առաջ խոսում էինք իր հետ, ինքը ինձի են հին 2005 թվականների մասին գիտի, այն երբ որ ես Աստծո ծաղագին հեռու էի։ Ու գիտես Աստվածաշունչում մի հատ տեղ կա, մենք երևի հաջորդ ծառայությունը դրա հետ դրա մասին կխոսանք խմելու հետ կապված։ Առակացում ասում է, որ խմում են, ասում է խմող մարդը ասում է, ինձի ծեծել են, բայց չեմ զգացել։ Խմած է եղել։ Ասում է խփել են, հրել են, բայց բան չեմ զգացել, չեմ իմացել։ Ասում է, բայց երբ որ արթնանում է, նորից այդ խմիչքն է ման գալիս։ Մենք խոսանք դրա մասին, թե խիչի կարելի խմել, խիչը խմենք։ Ու գիտես, ասում է, հենց կարտացի, եղբայր ասում է, հենց կարտացի, հիշեցի, ասում է, քեզ, ասում է, քեզ ու մեր եղբոր, ասում է, որ ձեզի շուտ բանակ չենք գնացել երևի։ Այն 17-18 տարեկան, ասում է, որ դուք խմած եք եղել, ձեզի ծեծել էին, չէիք զգացել։ Ասեմ, էս ինչ գովալ ես գովում։ Էս ինչ գովալ ես գովում, գիտես հետաքրքիր ինչն է, իմ եղբայրն է, ես իրան շատ եմ սիրում։ Այնպես չի, որ մենք հնից չենք խոսում, հա, այն մեր անցած ճանապարհներից, բայց գիտես, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ։ Երբ որ դու ասում ես, այդ հինը չկա, հինը մեռել է, ու դու ապրում ես դրանով, որ այն հին մարդդ մեռել է, Տերն է սկսում քեզ գովել։ Արդեն Տերն է սկսում քեզի գովել, որովհետև հինը քո կյանքում էլ իշխանություն չունի, քո վրա էլ իշխանություն չունի։ Խմիչքը քո վրա իշխանություն չունի, որովհետև դու թաղել ես այդ մարդուն։ Խմիչքը չէ, մարդուն ես թաղել։ Այդ մարդը են հին մարդ, աշխարհիկ մարդը, մեռ է գնացել է, չկա, փդել է, ոսկորներն է չի մնացել։ Որ խմիչքը թաղես, մեկը մի օր ման ես գալու գտնաս տեղը, բայց որ դու ես մեռնում աշխարհի համար, ասում ես ես մեռնում եմ աշխարհի համար ու ապրում Քրիստոսի համար։ Լսիմ, մեռած մարդուն էլ ոչ մի բան պետք չի։ Ուշադիր ես, մենակ Աստված է պետք, որովհետև հարություն արել Աստծո համար։ Հալելույա, փառք Հիսուսին։ Աստված գիտես ում ա գովում։ Սաղմոս 32:2 Երանի այն մարդը, որ ուշադիր, որ Տերն անօրենություն չի համարում նրան եւ նենգություն չկա նրա հոգի մեջ։ Երանելի ես դու, ասում է, երբ որ Աստված քեզի նայում է ու քո մեջ անօրենություն չկա, նենգություն չկա, այդ ժամանակ երանելի ես։ Գիտես ում առաջ, Տիրոջ։
Երանել է ասում այն մարդը, որ Տերը անօրենություն չի համարում նրան։ Չի ասում այս մարդը լրիվ անօրեն մարդ է, սխալ մարդ է, ու ասում է եւ նրա, եւ նենգություն չկա նրա հոգու մեջ։ Աստված ագովում է։ Այս ամենացանկալի ամենակարևոր տեղերն է, որ Աստված քեզի գովա, սիրելիս, որ դու հանգարց քեզի չգովաս։ Որ չլինի թե ինչ որ մեկին ասես, գնա մտի մի հատ տնօրենի հետ բարեխոսի, ես դառնամ մենեջեր, որ ես ոչ թե այս կոֆեում կոֆե սարկող եղնեմ, այլ հենց այս կաֆեինայի մենեջեր եղնեմ, մի հատ տնօրենի հետ բարեխոսենք։ Մեկ մեր եղբայրները հումոր են անում, ասում են հով ջան, որ բարեխոսենք, այս մարդուն կարանք վերցնենք ծառայության մեջ։ Բայց գիտես հետաքրքիրն ինչ է։ Մարմնով չի, Աստծո հոգով ու Աստծո խոսքով է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Իսկ տեսել ես ինչ որ միտեղ, որ Հիսուսը ինքն իրան գովեր։ Հիսուսը ինքն իրեն գովեր։ Աստված երբ որ գովեց Հովանես Մկրտիչի ծնողներին, Հովանես Մկրտիչ եղավ։ Չկար, այս ամեն ինչը սկիզբն էր, երբ որ ներկայացրեց Զաքարիային ու Եղիսաբեթին ու հետո գալիս է, որ իրանք երեխա չունեն ու Աստված տալիս է Հովանես Մկրտիչին, նա որ պետքա պատրաստեր Տիրոջ ճանապարհը։ Հիմա լսեք, Հովանես Մկրտիչը հայտնվել է բանդում։ Հովանես Մկրտիչը հայտնվել է բանդում ու գիտեք ինչ է ասում։ Ասում է հələ Հիսուսին հարցրեք, դու էիր որ պիտի գայր, թե մենք ուրիշին պետքա սպասենք։ Գիտեք ինչ է ասում։ Հիսուսը չի ասում, հələ գնացեք Հովանեսին հարցրեք, գնացեք Հովանեսին ասեք, ուրեմն 65 հոգի մարդ է ապաշխարե, 200 հոգի մարդ է բժշկվե, 500 հոգի մարդ է ազատագրվե։ Չի ասում դենց բան։ Ուրեմն գիտեք ինչ է ասում։ Ասում է գնացեք Հովանեսին ասեք, հիշեցրեք այն կարևոր ծրագիրն ու նպատակը, ինչի համար որ ես եկել եմ, որ այդ ծրագիրն ու նպատակը ինչի համար որ Եսայա մարգարեն ասել է, ինչի համար որ մարգարեություններում գրված է, ես անում եմ այդ, ես ինձ չեմ գովում։ Ու գիտեք սրա հաստատությունը որտեղ է գրված։ Ու ասում է, լսեք, գնա ասա։ Կույրերը տեսնում են։ Բորոտները սրբվում են, կաղերը քայլում են, հիվանդները բժշկվում են, աղքատներին էլ ավետարան է քարոզվում։ Ինչի համար որ ես պետքա գայ։ Ու գիտեք, մի տեղ, մի հատ շատ կարևոր տեղ, որ ես կուզեմ, որ իմ ու քո ուշադրությունը գրավենք այս խոսքի վրա, դա գրված է Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ։ Այստեղ այնտեղն է, երբ որ Եսայա մարգարեն ասում է Հիսուսը ինչ որ անում էր նենց, որ կադարվի Եսայա մարգարեի ձեռքով գրվածը, ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, սա Աստված է ասում Հիսուս Քրիստոսի համար։ Հասկանում եք, իմ Տեր Աստված, մեր Տեր Աստված ասում է Հիսուս Քրիստոսի համար։ Ահա հիմա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին, որին իմ անձը հավանել է, իմ հոգին նրա վրա կդնեմ, եւ նա հետանոսներին իրավունքը կպատմե, հետանոսներին իրավունք կպատմե, նա ոչ կհակառակվե, կարող է սխալ ագրացել, ուշադիր, նա ոչ կհակառակվե, ինչին, ժողովուրդ, գրած է, նա ոչ կհակառակվե, եւ ոչ կաղաղակե, եւ ոչ էլ հրապարակների մեջ, մեկը նրա ձայնը կլսե։ Ասում է նա, ոչ իմ ասածին կհակառակվի, պատկերացնում ես իմ ու քո Տեր Աստծո մասին է խոսում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ասում է Հիսուսը իմ խոսքին չի հակառակվի։ Բայց մենք չգիտես ինչի մտածում ենք, մենք այնքան լավն ենք, որ այս մի խոսքը իմ դուրը չի գալի։ Եթե այդ խոսքը քո դուրը չի գալիս, չես ուզում այդ խոսքը քո կյանքում կիրառես, նորություն ունեմ, Աստծո դուրը չես գալիս։ Մարդկային չի է դի, սիրելիս, պրիչոսկե տեսոր դուրս չի գալի, մազա կդրել ես կաջի, բայց երբ որ Աստծո խոսքին հակառակվում ես, չես աճի, ուշադիր ես, մազերդ կդրես կաջի, Աստծո խոսքին հակառակվես, չես աճի։ Ու այստեղ մի հատ կարևոր բան ասում, մեր Աստված ինքն իրեն չի գովում, մեր Աստված չի գովում ինքն իրեն,
Ոչ միտեղ դու չես տենա, որ Հիսուսը ինքն իրեն գով էր։ Հալելույա։ Ոչ միտեղ։ Ասում է, նա չի հակառակվի, եւ ոչ կաղաղակի, եւ ոչ էլ հրապարակների մեջ մեկը նրա ձայնը կլսե։ Հալելույա։ Մինչև Քրիստոսին գալը սիրելիներս։ Մի հատ օրինակ վկայություն եմ ուզում պատմեմ։ Մենք մեր առաջ կենտանի օրինակներ ունենք, ամեն։ Մեր ծնողները։ Ես վերջերս հիշեցի, ահագին ժամանակա նույնիսկ երբ որ պետք է երկրից դուրս գնայի արտասահման գնայի, ինձ վիզա էր պետք ու վիզա չտվեցին, ու երբ որ այնտեղ ինձ հարցրեցին ձեր հարազատներից մարդ եղել է, որ ինչ որ Ամերիկա կամ Եվրոպա գնաց է, ես ասեցի ոչ։ Բայց հետո երբ որ խոսում ենք, մաման, մայրս հիշեցրեց, որ կա դենց բան։ Չեմ հիշում կներեք, կամ մայրս կամ հայրս, կամ չեմ հիշում ոնց, բայց խոսակցություն եղա, որ հա, եղել է դենց բան։ Ու գիտես, ուզում եմ այսօր մի հատ վկայություն պատմեմ։ Իմ հայրը Հայաստանի լավագույն պանրագործներից է, մասնագետներից, իր ժամանակին, հիմա արդեն ինքն էլ չի անում։ Սելիս հորս չեմ գովում, հորս մասին չեմ քարոզում, ուղղակի վկայություն եմ պատմում։ Երբ որ հարցնում էին այս պանրի տեսականին կարակ սարքեք, ես գիտեմ, որ ինքը կարա սարքի, որտեվ երբ որ մենք տունը խոսում ենք, իր համար այդ պանիր սարքել, այդ տեսականին սարքելը ոչ մի բան է։ Բայց գիտեք ինչ էր ասում, կփորձենք։ Ես ասում եմ, տասա հա էլի, ասում եմ, կփորձենք։ Ոչ մի անգամ չի եղել, որ հանկարծ ինչ որ ասի, ես կարամ էսի սարքեմ, ես էսի կարամ անեմ, ես էնի կարամ անեմ, ես էս նայում եմ, ասում եմ, հլստե, Հայաստանի տարբեր ծայրամասերից գալիս են, որ իրենից պանիր սարքելու, իր պանրի տեսականին սարքելու եղանակը սովորեն, ինքը ոչ մի անգամ չի ասում կարամ անեմ։ Ասում եմ, բաբ խիչ ես ասում, այ բալա, բա որ հանկարծ չստացվի։ Բայց գիտեմ, որ 100,000 անգամ արել է, ստացվել է, 1000 անգամ, ու գիտեք, կար ժամանակ, որ հայրս գնաց Հայաստանի պանրի տեսականիները Ֆրանսիայում Վանդ Նապոլեոնի քաղաքում ներկայացնելու։ Ու իր համար դա այնքան բան էր, սենց սովորական բան էր։ Ոչ մի օր ես չեմ լսել, որ հայրս գովար ասեր, բա իմացաք, ես Ֆրանսիա եմ եղել, ես գնացել եմ ինչ-որ պանրի տեսականի եմ ցույց տվել։ Այնքան էդի սենց մոռացված բան էր։ Եթե օրինակ մեր տան մեջ մի քանի անգամ հանկարծ հայրս ասեր, ես Ֆրանսիա եմ եղել, կամ չգիտեմ, ես էս եմ արել, ես էս եմ արել, կհիշեի, բայց ինքը ոչ մի անգամ դրա մասին չի գովածել։ Իմ համար եղել է օրինակ։ Համեստության, խոնարհության օրինակ։ Համեստության ու խոնարհության օրինակ։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է սիրելիս։ Ես որ նայում եմ, իմ Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոսը, ոչ մի տեղ, ոչ մի հարցում, ոչ մի իրավիճակում ինքն իրեն չէր գովում։ Մի հատ էլ ասեմ, իմ Տեր Հիսուս Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ամեն, քո Տերն էլ է, չէ՞։ Քո Տերն է, քո Հիսուս Քրիստոսն է, ոչ մի անգամ, ոչ մի տեղ ինքն իրեն չի գովածել։ Գիտես, ու հետո երբ որ խոսում է ու հիմա իմ հայրը Քրիստոսի մեջ է ինքը ապաշխարել է, գիտես, ասեմ Տեր, ես ինչ հետաքրքիր ես անում։ Մեր Աստված խոնարհներին շնորհք տվող Աստված է։ Ուշադիր ես, մեր Աստված խոնարհներին շնորհք տվող Աստված է, հպարտներին հագարակ կենող Աստված է։ Ասեմ, հա, դրա համար է դու գնացիր հասար Ֆրանսիա, որտեղ ոչ մի անգամ չեղա, որ դու ասես, դրա եղածն ինչ է։ Ոչ մի անգամ մեր Աստված չի ասել, սրա եղած ինչ է, որ չբժշկեմ։ Ոչ մի անգամ։ Ուզում ես քեզ մի գաղտնիք բացեմ։ Այդ բժշկելու հավատքը թողել ա քո վրա։ Հավատում ես, որ կարամ անեմ։ Հավատում ես, որ կարամ անեմ։ Տեր ջան, ես այնց հավատք ունեմ, որ
Դա ասում է թող քո հավատքով քեզ եղնի ու չկա բժշկություն։ Գիտես ինչի, որտեվ հավատքը մենակ գլուխ գովալով չի։ Հավատքը մենակ ասելով չի։ Հավատքը գործերով էլ է։ Որտեվ Աստծո խոսքը ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Ուշադիր ես, հավատքը գործերով է, գործերով։ Հավատում ես, որ կբժշկվեմ։ Հա, ոնց չեմ հավատում։ Ես ընենց հավատք ունեմ։ Հե, ու հետաքրքիրն է նա, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Լսեք, խոստացողը հավատարիմ է։ Ուշադիր ես, խոստացողը, քեզ բժշկություն խոստացողը հավատարիմ է։ Քեզ փրկություն խոստացողը հավատարիմ է։ Որտեվ հստակ շեշտում Աստվածաշունչը ասում է եւ նրանք ովքեր էլ որ ինչ հավատացին, ոչ թե իրենց գովացին։ Ասում է իսկ նրանք ովքեր որ հավատացին, իրական հավատացողների մասին է, ոչ թե իրանց գովացողների մասին։ Ոչ թե որ ես շաբաթ 2 անգամ ծոմ եմ պայում, 10 անորդ եմ տալիս, այս ամեն ինչի մեջ հավատարիմ եմ։ Ասում են նրանք ովքեր որ հավատացին, այս նշանները կհետևեն։ Հիվանդների վրա ձեռք կդնեն, հիվանդները կբժշկվեն, բորոդները կսրբվեն։ Հավատացողների մասին է ասում։ Բայց օդի մեջ խոսացողները ինչ ասես կանեն, ինչ ասես կխոսան, ոչ մի բան չի եղնի։ Գիտես Աստվածաշունչը դենց օդի մեջ խոսացողների մասին էլ է խոսում։ Այն որ եղբայրները եկել էին ասում էին, այն Հիսուսի անունով, որի անունով որ Պողոսը քարոզում էր, օտոտ խոսացողներ, ուղագի խոսացողներ, այն Հիսուսի անունով դուրս արի, քահանայի որդիներ էին։ Հերը իրանց պապան գիտես ինչ Աստվածաշունչ գիտի։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես, քեզ մի գովա, քեզ հանգորդ չգովաս, հալելույա, մի ահագին ժամանակ առաջ մի եղբայր էր ինձ գրել իր խնդիրի հետ կապված, իր խնդիր ուներ, իր թույլտվությունով եմ վկայում։ Եղբայրը խնդիրով ինձ գրել էր, ասում էր, խնդիր ունեմ, ուզում եմ իմ խնդիրի համար աղոթեք։ Ու գիտեք հետաքրքիր ինչն էր։ Այնքան հավանեցի այդ եղբորը։ Այնքան հավանեցի, ոչ մի բան չասեց, գիտեք, չասեց, որ այս ընտածք արել եմ, ես էլ եմ արել, ես էլ եմ արել, ես էլ եմ արել, ես էլ եմ արել, ոչ մի բան չի ստացվել իմ մոտ։ Ու երբ որ գրեց, այն դիրքից գրեց, ոնց որ նորահոգի։ Այն դիրքից գրեց, ոնց որ նորահոգի, բայց արդեն 10 տարի է եկեղեցում է։ Ու գիտեք հետաքրքիրն ինչ է։ Ասում է իմ մոտ որ երբ որ խոսացինք արդեն համարներով փոխանակվեցինք իրար հետ խոսում էինք ու ասեց հո ջան իմ մոտ այն տպավորությունն է ոնց որ ես հեչել հոգևոր չեղնեմ։ Ու գիտեք մենք որ իր հետ խոսացինք Տերը ցույց տվեց մի երիտասարդի որի մասին որ Աստվածաշունչը խոսում է։ Տերը ցույց տվեց մի երիտասարդի որի մասին որ Աստվածաշունչը խոսում է։ Ասում է մի հատ երիտասարդ կար։ Եկավ Հիսուսին ասեց. Ինչով եմ պակաս քո աշակերտներից։ Անգիր գիտեմ, պատվիրանները անգիր գիտեմ, ամեն ինչ անգիր գիտեմ, ինչով եմ պակաս։ Ուշադիր ես, շեշտում ասում է ամեն ինչ գիտեմ, անգիր գիտեմ, ինչով եմ պակաս։ Ինչով եմ պակաս։ Հիսուս ասում է մի բան քեզի պակաս է, ամեն ինչդ թող, ծախի աղքատներին տուր ու հետևիր ինձ։ Գիտեք հետաքրքիր ինչն է, թե ես թե եղբայրը, երկուսս վայել Աստծո ներկայություն իջավ, գիտես երկուսս են նույն խոսքն ենք ստացել աղոթքի մեջ։
Երկուսը նույն խոսքն ենք ստացել աղոթքի մեջ։ Ասում եմ, ու գիտեք հետաքրքիր ինչ էր, ասավ, գիտեք խի եմ ձեզ գրե, որովհետև ոչ դուք եք ինձ ճանաչում, ոչ էլ ես ձեզ, բայց ես ու դուք ճանաչում ենք մեկին, որի անունն որ Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ու ես ասում եմ ուզեցա ձեր հետ միաբանվեմ, որ Աստված գա ու այս հարցի պատասխանը տա։ Երբ որ դու մարդուն ճանաչում ես, հիմա ես Արայիկին ճանաչում եմ, չնայած ես երբեք ոչ մի անգամ Արայիկի հետ որպես ընկեր չեմ խոսում, բայց երբ որ ինչ-որ մի հատ խնդիր եղնի, չուզենամ իրան ցավացնեմ, իրան ճանաչում եմ, չուզենամ իրան ցավացնեմ, բայց իրան հանդիմանական կասեմ։ Օրինակի համար, եթե երկու հոգի եկեղեցում իրար հետ ընկերություն են անում, օրինակ Վահագը ու Գագիկը իրար հետ ընկերություն են անում, հանկարծ ինչ-որ մի հատ խնդիր եղնի, Գագիկը կարող է փորձի Վահագին սենց ասի, որ հանկարծ չցավացնի, որովհետև Վահագին ճանաչում է, սելիս, բայց Աստվածը դենց չի անում։ Աստվածը դենց չի անում։ Գիտես ինչի, լսեք, մի հատ կարևոր բան ասեմ, հանդիմանության մեջ շինություն կա։ Ուշադիր ես, հանդիմանության մեջ շինություն կա։ Եթե Աստված Դավիթին, ում համար որ ասում է, ուշադիր ես, եթե Աստված Դավիթին, ում համար որ ասում է իմ սրտի համեմատ սիրտ ուներ, Դավիթին Անանիայի միջոցով չհանդիմաներ, Դավիթը չէր ապաշխարի։ Ուշադիր ես, եթե Աստված Անանիայի միջոցով Դավիթին չհանդիմաներ, Դավիթը չէր ապաշխարի։ Ուշադիր ես, եթե հանկարծ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի հարցում քեզ հանդիմանում են, գիտես ինչ այս ինչ նախանշաններ է, այսինքն ապաշխարելու տեղ ունես։ Ուշադիր ես, եթե ինչ-որ միտեղ քեզ հանդիմանում են Աստծո խոսքով ու սիրով, ուշադիր եղեք, ոչ թե ասում են, այ դու ես մեզ մարդն ես, ոչ թե մեղադրում են, այլ հանդիմանում են սիրով, որպեսզի դու դրա մեջից դուրս գաս, ուրեմն ապաշխարելու տեղ ունես։ Իսկ եթե դի չես ընդունում, դրա մեջից դուրս չես գալի, սիրելիս, ասեմ, մնում ես այն փարիսեցու կարգավիճակին, դու ով եղար, որ դու ինձի բան ասես։ Փարիսեցին կանգնած պատկերացնում ես ինչ անում, էս սովա որ էս ինձի բան սովորացնի։ Թամամ ծոմ պայել, իսկ դաժե ծոմ պայել չգիտի, նույնիսկ աղոտ կանել չգիտի, նույնիսկ դասանորդի ու ֆինանսների մեջ հավատարիմ չի, ինք ով ա որ ինձ բան սովորեցնի։ Այդ ժամանակ Աստված ասում է, լսի, ապաշխարելու տեղ ունես։ Ոչ մի բան ա քո ծոմապահությունը, ոչ մի բան ա քո զոհաբերությունը։ Սելիս դու կանգնես կարաս ծոմ պայես, կանգնաս կարաս, չգիտեմ, զորավոր ծառայող եղնես, չակերտավոր, շեշտում եմ, որտեվ եթե դու իրոք Աստծո զորավոր ծառայող ես, դու պետք է ապաշխարող սիրտ ունենաս։ Ու կանգնում ես զոհ մատուցելու, ում համար է ասում Աստվածաշունչը, իմ ու քո համար ասում է, եթե կկանգնես, եթե կկանգնես զոհ մատուցելու ու կհիշես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, կամ դու եղբորդ դեմ բան ունես, գնա հարցերդ լուծի, նոր արի, քո զոհը շարունակի, ինչի համար, մտածել ես ինչի համար, որ Աստված ընդունի քո զոհաբերությունը, ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, այսինքն Աստծո համար, քո ծոմապահությունը, քո զոհաբերությունը, սենց ասեմ, Աստծո համար քո ծոմապահությունը, եթե չկա ապաշխարություն, համարվում է դիետա։ Եթե դու ծոմ ես պահում, այդ ծոմապահությունը քեզ չի փոխվում, ուզում եմ քեզ ասեմ, դու ընդամենը դիետայի մեջ ես, դու ծոմապահության մեջ չես։ Երբ որ ծոմ ես վերցնում ինչ-որ մի բանից ազատվելու համար, չգիտեմ Տերը խի ասեն ստանում, երբ որ ծոմ ես վերցնում ինչ-որ մի բանից ազատվելու համար, ու Աստված ասում է, լսի, բնավորության գիծ ունես, դրանից պետք է ազատվես։ Քանի դրանից չես ազատվել, չեմ օրնելու։ Քանի դրանից չես ազատվել, չեմ օրնելու։ Գիտես ինչ ես ուզում որ օրնեմ։ Որ ելնես ասես, տեսար, ես ասում եի, չէ, որ մինչև տարվա վերջ BMW եմ քշելու։ Դե թող գնա, հին քույրիկներն են հիմնականումը դենց ասում, գալիս է
ընկերու մոտ իր մարդուն այնքան է գովում, որ խալխի տունն է կռիվ ակցում։ Այս նարնջագույն նոր հեռախոսներ, iPhone-ները սենց նես ցուցադրական դրած գնում գալիս են։ Հա վարտը սարել։ Հալելույա։ Լավ է, որ ամուսնուդ գովում ես, սիրելիս։ Բայց վադը գիտես որն է, երբ որ ամուսնուդ ուրիշների մոտ գովում ես, ասում ես, վայ իմ ամուսին այնքան լավն է, այնքան համովն է, ու ամուսինը դրանից ոգևորված մտնում է տուն, սենց իրար հետ գալիս եք տուն, հենց դուրը փակվավ, ժպիտը սենց անում, քորավ, ու մոռանում ես այն, որ մի քիչ առաջ ամուսնուդ գովածել է, լսի, թող տունն էլ այդքան լավն եղնի, հա, որտև Աստված ծածուկ տեղը տեսնող Աստված է։ Ամեն, հալելույա, փառք Հիսուսին, արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Դու օրհնված ես։ Հալելույա, փառք Հիսուսին։ Սենց ուզում եմ Այսօր մենք հաղորդություն ունենք ընդունելու, բայց մինչև հաղորդություն կընդունենք, ուզում եմ առաջ կանչեմ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր որ առաջի անգամ են, մենք իրար հետ ստեղ աղոթք ունենք։ Եթե աղոթք ունենք անելու, եթե առաջի անգամ ես, արի ստեղ իջի մենք իրար հետ աղոթք կանենք, ամեն, առանց ամաչելու։ Տերը ձեզի շատ օրհնի։